Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման 100-րդ օրը այսօր ամփոփվեցին նրա տեղակալները։ Նախարարը լրագրողների հետ նստած ընդամենը լսում էր։ Փոխնախարար Արման Թաթոյանը առանձնացրեց նոր քրեակատարողական օրենսգրքի մշակումը, որը արդեն կսահմանի քրեական օրենսդրությամբ նախատեսված այդ նոր պատիժների կրման կարգը, անձի իրավունքների ապահովում այդ հարցերով։ Նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը ընդգծեց վերջին ժամանակահատվածում դատավարական եւ նյութական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում թույլ տալու հիմքով 5 դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Միաժամանակ առանձնացված ստորաբաժանումների վերահսկողության առումով իրականացվել են օրինականության ապահովման, ինչպես նաեւ խախտումները ծնող պատճառների վերացման ուղղությամբ թվով 7 ծառայական քննություններ, իսկ նոտարների մասով կարգապահական վարույթներ։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խոսեց վերջում, նախ նշելով ինչու իր 100-րդ օրը ամփոփեցին տեղակալները եւ ոչ թե ինքը։ 3 ամիսը շատ կարճ ժամանակահատված է, որպեսզի գլոբալ խնդիրներ լուծվեն։ 3 ամսում մեծ երևույթներ տեղաշարժել հնարավոր չէ։ Նախարարը նաև պարզաբանեց, թե ինչու ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության նախագահային առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Ընդհանրապես սեղմելու խնդիր չունեմ, որովհետև անկախ նրանից ֆորմալ տեսակետից այս հանձնաժողովի կազմում կամ թե չկամ, արդարադատության նախարարը իր կարգավիճակով եւ իր պաշտոնի բերումով այս երկրում ունի այնպիսի իրավիճակ եւ այնպիսի հնարավորություն, որ չի կարող նույնիսկ ցանկության դեպքում ձեռնպա մնալ կամ հեռու մնալ այնպիսի կարևոր իրավական ուրեմն process-ներից, ինչպիսին է սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը։